Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայոյանքը հասավ ազգային ժողով, իսկ ավելի ճիշտ հայոյանքը ազգային ժողովում վաղուց էր հաստատվել։ Հայաստանի գրեթե բոլոր գումարման ազգային ժողովներում միշտ եղել են падգամավորներ, որոնք աչքի են ընկել ավելի շատ հայոյանքով, քան օրենքներ մշակելով։ Սակայն վերջին դեպքը ցույց տվեց, որ հայոյող պաշտոնյաների դատապարտումը Հայաստանում ընթանում է երկակի ստանդարտներով։ Մի քանի շաբաթ առաջ Գյումրիում ընդդիմության պատասխանատու լրատվամիջոցների ներկայացուցիչները ոչ աշխատանքային ժամին բառի ուղիղ իմաստով հետապնդում էին ՔՊ նախկին падգամավոր Վիլեն Գաբրելյանին եւ պոկ չէին գալիս։ Վերջնարդյունքում հասան նրան, որ Գաբրելյանը հայոյեց լրագրողներից մեկին։ Այդ միջադեպը միանգամից տիրաժավորվեց եւ սկսեց տարածվել համացանցում եւ դեղին մամուլում։ Բնականաբար սկսվեց դատապարտումների շարանը, որը ուղեկցվում էր ատելության խոսքով եւ ՔՊ падգամավորի հասցեին ուղղված անձնական վիրավորանքներով։ Այդ միջադեպի հաջորդ օրը իշխանական падգամավորը ստիպված եղավ ներողություն խնդրել հանրությունից, իսկ մյուս օրն էլ վայր դրեց падգամավորական մանդատը, ինչը գովելի քայլ էր։ Այս օրերին համացանցի այսպես ասած հերոսը Հայաստան խմբակցության ոսկե տղան է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին Լևոն Քոչարյանը։ Նա ազգային ժողովում չկարողացավ տիրապետել լեզվին եւ սկսեց հայոյել ուղիղ եթերում նիստի ընթացքում։ Այն նույն լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք շաբաթներ առաջ սրբի դեմքով քննադատում էին Վիլեն Գաբրելյանին, այսօր նույն համառությամբ չեն պահանջում, որպեսզի Լևոն Քոչարյանը վայր դնի մանդատը։ Ավելին, նրանցից շատերը նույնիսկ հերոսացնում են Քոչարյանի պահվածքը։ Իդեպ այդ միջադեպը եւ Քոչարյանի հայոյանքի պահը հերոսական կեցվածք ընդունած նկարում էին կին նախկին լրագրող падգամավորները, բայց նկարում էին հավանաբար ոչ թե հետո падգամավորին դատապարտելու, այլ հերոսացնելու համար։ Արդյոք ոսկե տղային շրջանաձև պաշտպանության մեջ առած ընդդիմադիր կին падգամավորները կհամարձակվեն դատապարտել կրտսեր Քոչարյանի պահվածքը։ Արդյոք այն լրագրողները, որոնք անդադար պահանջում էին, որպեսզի ՔՊ падգամավորը վայր դնի մանդատը, նույն ջանասիրությամբ կպահանջեն, որպեսզի Լևոն Քոչարյանը վայր դնի մանդատը։ Բնականաբար ոչ, չեն պահանջի մանդատը վայր դնել, որովհետև կան երկակի ստանդարտներ, որոնցով առաջնորդվում են ընդդիմադիրները եւ նրանց սպասարկող լրատվամիջոցները։ Երբ հայոյողը իրենցն է, պետք է խուլ ու համր ձևանալ, իսկ երբ իրենց են հայոյում, ամբողջ կոկորտով պետք է աղաղակել եւ ատելության մթնոլորտ գեներացնել, որովհետև նպատակը հանրային մթնոլորտը աղտոտելն է, որքան շատ աղբ հանրային մթնոլորտում, այնքան լավ իրենց համար։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։